Ողջունում եմ բոլորին, հարգելի գործընկերներ, շնորհակալություն այս ձևաչափով այս քննարկումը կազմակերպելու համար, անչափ կարևոր քննարկում է, իհարկե, շատ ելույթներ հնչեցին տարբեր տեսանկյուններից եւ քննադատական եւ առաջարկություններով լի, գործուն առաջարկներով լի, բայց ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարց էլ բարձրացնել այստեղից, որը կրկին մեր իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունք է, դա վերջերս կրկին քաղաքական հետապնդման ենթարկված իմ երկու գործընկերներն են, մասնավորապես Ռուբենը Մխիթարյանը, ով գտնում է դահլիճում, ով կալանավորվեց իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, գտնվելով ամբոխի մեջ ձեռքերը վեր բարձրացրած, կալանավորվեց հավանաբար զուտ այն բանի համար, որ նա Գյումրիում մեր ձևով շարժման գրասենյակի համակարգողն էր, դա ամենայն դեպս իմ գնահատականն է, կալանավորվեց Ալեքսանդր Կոչուբաևը իր խիստ սուր քննադատական խոսքի համար, որը հնչեցրել էր իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում, այո, քննադատությունը սուր էր, բայց Եվրոպական դատարանն անգամ կարմիր թելով իր բոլոր որոշումներում տաբու է համարում ուղղակի խոսքի համար, թե քրեական պատիժը, թե կալանավորումը, բայց այսօր մեր հանրային իշխանությունը ինչով է զբաղված, սեփական վախերի պատճառով, իսկ սա այլ կերպ կոչել ուղղակի հնարավոր չէ, սեփական ստվերից վախենալով արդեն այս տեսակ քաղաքականություն է վարում նաև փաստաբանների դեմ, որոշակի քաղաքական ակտիվություն ունեցող եւ ազատ խոսք ունեցող եւ սուր խոսք ունեցող մեր քաղաքացիների նկատմամբ, եկեղեցու դեմ տարվող այս խայտառակ արշավը, որը դեռևս շարունակվում է եւ կալանավորում են բարձրաստիճան հոգեվորականներ, ես այս ամբիոնից ցանկանում եմ մի շատ կարևոր հարց բարձրացնել, իրենք այդքան վտանգավոր չեն, ինչքան կատարողները, ինչքան այն անձինք, այն քննիչները, ովքեր այդ ներկայացված, այդ հարուցված հետապնդումների մասին որոշումները ներկայացնում են անձանց, ինչքան այն դատախազները, ովքեր տարբեր իշխանությունների օրոք նույն գործելավոճով, նույն կերպ կրոն ընդունելով ապօրինի հետապնդումների գործիք են դառնում, այն դատարանները, ովքեր շեղվելով մարդու հիմնարար իրավունքներից անձանց ոչ մի բանի համար ազատությունից զրկում են, այդ անձանց անունները միշտ պետք է լինեն մամուլում, այո, նրանք պետք է երկյուղեն դուրս գալ փողոց, նրանք պետք է հանրային պարսավանքի արժանանան, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր, ուղղակի անընդունելի է, ցանկացած իշխանության օրոք քաղբանտարկյալներ լինելու են, դա գաղտնիք չէ, ոչ մեկիս համար, հաջորդող իշխանությունն էլ է նույն կերպ վարվելու, բայց շատ կարևոր է, թե ովքեր են այդ քաղաքական իշխանությունների կամքը կատարողները, եթե կա կատարող, այդ անիվը աշխատելու է անվերջ, ուղղակի անվերջ, Երևան քաղաքի քննչական վարչության քննիչներից Նազելի Սարգսյանը, ով կիրակի օրով ժամը 9-ին Արագածոտնի թեմի բոլոր քահանաներին ծանուցել էր, որպեսզի ներկայանան հարցաքննության, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարգալույց հռչակված Ստեփանի մատուցած արարողությանը, որտեղ դա պատարակ չէր, դա ինչ-որ ծիսակարգ էր աղանդավորական, մասնակցի եւ կարողանան խափանեն օրինական ծեսի կատարումը։ Եվ այդ նույն Նազելի Սարգսյանը այսօր որոշումներ է կայացնում մեծ փաստաբաններից այդ վարույթներից հեռացնում է կեղծ տվյալներ իր որոշումներով նշելով, որ այդ բոլոր քահանաների շահերի մեջ հակասություններ կան։ Հիմա Նազելի Սարգսյանն է ավելի վտանգավոր, թե այն քաղաքային իշխանությունը, որը դա անում է։ Իմ կարծիքով կատարողները շատ ավելի վտանգավոր են հարգելինս եւ այո, նրանց մասին անվերջ պետք է խոսել։ Նրանց պետք է պարսավանքի ենթարկել, որպեսզի ամեն անգամ այդ փաստաթուղթը ստորագրելուց առաջ 100 անգամ մտածեն։ Քիչ չեն եղել նաեւ քննիչներ, ովքեր այդ անիվի մեջ չհայտնվելու համար ուղղակի գրել եւ աշխատանքից գնացել են։ Իրենց էլ պիտի հիշենք։ Իրենց մասին էլ պետք է խոսենք, որտեւ այո, իրենք հերոսներ են։ Իսկ նրանք, ովքեր շարունակ կատարում են պատվերներ, միշտ նույն կերպ պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Շնորհակալություն։